Դելվալի համոզվամբ Էրդողանի պանթյուրքիստական ծրագրի զսպանակը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որն արդեն կոտրվելու ճանապարհին է։ Ըստ նրա, միակ բանը, որ կարող է փրկել Հայաստանը աստիճանական ադրբեջանական գաղութացումից, միջազգային կնքահայրերը, երաշխավորները պիտի լինեն, որոնք զորք կուղարկեն, շատ կարևոր միջոցներ կձեռնարկեն անվտանգությունը երաշխավորելու համար։ Բայց եթե չլինեն Հայաստանի անվտանգությամբ շահագրգռված երկրների երաշխիքները, Ադրբեջանը միշտ ավելին կուզենա, իսկ այդ երկրները նրա կարծիքով միայն երկուսն են՝ Ռուսաստանն ու Իրանը։ Այն լուծումը, որը պարոն Փաշինյանն է առաջարկել, ցավոք երազանք է, եվրոպական Էլդորադոն, ՆԱՏՕ-ի Էլդորադոն, ամերիկյան Էլդորադոն։ Այս երազանքը առասպել է, որը կավարտվի ինչպես Վրաստանում, եւ հուսով եմ, ոչ ինչպես Ուկրաինայում։ Իդեպ Ամերիկան ավելի վստահելի չէ, քան Թուրքիան։ ԱՄՆ-ի հետ դաշինքը չի փրկի հայերին, Եվրամիության հետ դաշինքը չի փրկի հայերին։ Հիշեք, երբ եղավ պատերազմը Վրաստանում, երբ վրացիները ցանկացան մտնել Եվրամիություն եւ ՆԱՏՕ, երբ եղավ պատերազմն Ուկրաինայում։ Այն պահից, երբ ուկրաինացիները 2014 թվականից սկսեցին երազել Եվրոպայի մասին։ Կարծում եմ, որ հայերի համար ամենամեծ թակարդը պարոն Փաշինյանի նախագծին հավատալն է, որը նման է պարոն Սաակաշվիլիին, որը հավատում էր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումներին։ Մենք տեսանք, թե ինչ արժեր եվրոպացիների եւ ամերիկացիների խոստումները, դրանք ոչինչ չարժեն։ Քաղաքագետը պնդում է, պատերազմի դեպքում Արևմուտքը երբեք զորք չի ուղարկի Հայաստան թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կռվելու համար,